Ակնհայտ է, որ հիմա դեպի մեր տարածաշրջաններ հոսելու են մեծ ներդրումներ եւ մեծ փողեր, եւ դա շատ լավ նորություն է։ Այս մասին Հայաստանը եւ խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում խորագրով միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի անվտանգային ֆորումի շրջանակում իր խոսքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Վաշինգթոնում Միրզոյան Ռուբիո համատեղ հայտարարությանը։ Ակնհայտ է, թե ինչ գործողություններում եւ ինչպես պետք է ներգրաված լինեն Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ես կարծում եմ, որ այո, ԵՄ մեր գործընկերների հետ պետք է մանրամասն քննարկենք նաեւ Եվրամիության ներգրավվածության ձևաչափերը եւ կոնկրետ նախագծերը։ Մենք շատ շահագրգռված ենք դրանում։ Հիմա տրամաբանությունն այն է, որ հաջորդիվ մենք պետք է զարգացում ունենանք Հայաստան-Թուրքիա հարթության վրա, եւ մենք հույս ունենք, որ այն պրոցեսները, որոնք տրամաբանորեն եւ քաղաքական երկխոսության մակարդակով լուծվել են, դրանք նաեւ գետնի վրա կունենան իրենց արտահայտությունը։ Սա իսկապես նույնիսկ անհավատալի եւ աներևակայելի մի պոզիտիվ միջավայր է, որում մենք հայտնվել ենք, ինչը չի նշանակում իհարկե, որ բոլոր հարցերը լուծված են, բայց բոլոր հարցերի լուծման բոլոր բանաձևերը ըստ էության արդեն որոշված են, ասաց նա։ Չինաստանը 2025 թվականին արձանագրել է արտաքին առևտրի պատմական ռեկորդ։ Երկրի ընդհանուր առևտրաշրջանառությունը կազմել է 45.47 տրիլիոն յուան, ինչը վկայում է աշխարհի խոշորագույն տնտեսություններից մեկի առևտրային ակտիվության պահպանման մասին գլոբալ անորոշ միջավայրում։ Պաշտոնական տվյալների համաձայն արտահանման ծավալներն աճել են 6.1%-ով, մինչդեռ ներմուծումն ավելացել է 0.5%-ով։ Առանձնահատուկ դեր են ունեցել մասնավոր ընկերությունները, որոնց բաժինը արտահանման մեջ շարունակել է աճել։ Վերլուծաբանների կարծիքով արդյունքները ցույց են տալիս Չինաստանի տնտեսության ճկունությունը եւ արտահանման ուղղվածության պահպանումը գլոբալ պահանջարկի դանդաղման պայմաններում։ Հայաստանի կառավարությունն առաջարկում է պարզեցնել հայ գործարարների համար փաստաթղթավորման գործընթացը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ անդամ այլ երկրների տարածք ապրանքների վաճառքի հաշվառումը։ Այս մասին հունվարի 14-ին Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի քննարկման ժամանակ հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը։ Պաշտոնյան նշել է, որ այս նախաձեռնությունը վերաբերում է ավելացված արժեքի հարկի հաշվարկների եւ վճարումների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կանոններին, ինչպես նաեւ ապրանքների վաճառքի, գործարքների եւ այլ գործառնությունների փաստաթղթավորմանը, որոնք իրականացվում են ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ անդամ երկրներում էլեկտրոնային հարթակների միջոցով։ Սահակյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը կհամարվի ապրանքների մատակարարման վայր միայն այն դեպքում, եթե էլեկտրոնային հարթակի միջոցով վաճառվող ապրանքը ֆիզիկական անձին առաքվի Հայաստանի Հանրապետության տարածքում, հավելելով, որ դրա հետ կապված կառաջանա ավելացված արժեքի հարկ վճարելու պարտավորություն, որի կատարման պահն այսուհետ կհամարվի վճարային տարվա վերջին օրը, մինչդեռ գործող օրենսդրության համաձայն վճարումները պետք է կատարվեն եռամսյակային կտրվածքով։ Որոշակի քննարկումներից հետո այս օրենսդրական նախաձեռնությունը դրական արձագանք է ստացել մշտական խորհրդարանական հանձնաժողովի կողմից։